Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորվա ծրագիրն է։ Բաքուն պատրաստվում է հարձակման, Քաշաթաղցուց հերոսական մասնակցությունը կռվեն, Արարատը ելկավ է չանցակետների կնիքներին, Բաքուն տոնում է Օրան Սանձազերծած կռևը, Բյուզանդի Եղեյան նվիրած կյանքի օրինակը, Պապի աղոթքը Կոստանդնուպոլսի հայկական տաճարում, Քյոմագյանին Արևմտյան Հայաստանը տելևիզիոն, միացիք մեր վետերաններին։ Արևելյան Հայաստանը գտնվում է կրիտիկական վտանգի մեջի, Բաքուն ռազմականացնում է օկուպացված Արցախը Հայաստանի երահարձակվելի նպատակով, սրա մասին 168 թվին Review հաղորդաշարը նշել է քաղաքագետ Հրատ Միքայելյանը, Իրանցելավ 2020 թվի կռվանը ետը Հայաստանը ռազմավարական հնարավորությունն զգալիորեն կրճատվելուն ու երկիրը տրալա խոցելի, մհենք առաջնահերթա եղածի պահպանումը։ Քաղաքագետի գնահատումով Հարավային Կովկասը հիմնականում Թուրքիայի ազդեցության տակին է, իսկ Հայաստանում աճում է նաև Մեծ Բրիտանիայի ազդեցությունը, Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թույլաց իսկ հայ-ռուսական հարաբերությունները քինելով հեռանում դաշնակցային մակարդակը։ Բերձորի հողում մեծացած Հունան Խանամիրյանը խորհրդանիշ է տռալ քաջության ու հայրենասիրության։ Ինքը ծնվել է 1988 թվի Վայքի Ռինդ շենումը 1994-ին ընտանիքով տեղափոխվել է Բերձոր։ Բարի ու ընկերասեր Հունանը շկոլից աշկելել ընկնելիս իր նվիրվածությունով ծառայելուց հետո գործարալ Քաշաթաղա վարչակազմը որպես վարորդ։ 2016-ի ապրիլյան ու 2020-ի կռվերում կամավոր մասնակցել է մարտերին։ Հոկտեմբերի 26-ին հերոզաբար զոհվել է մարտի դաշտում։ Հունան Խանամիրյանը հուղարկավորված է Ռինդի եղբայրական որպես Բերձորի հավեր հերոս։ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը Facebook-յան իր էջումը կիրել է. Հարգելի հայրենակիցներ, չնայած նրան վերևս բողոքար կալում Արևելյան Հայաստանը վարչական դատարանի Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերան կնիքից հանելի վերաբերյալ Արևելյան Հայաստանը կառավարության որոշումը մինչև նոյեմբերի 1-ը գործողությունը կասցնելու մասին միջանկյալ միջնորդությամբ մերժելի Արևելյան Հայաստանը վարչական դատարանի որոշումը այսօրվանից սկսալ է գործել։ Որոշումը արդեն կիրառվում է, բայց գործը հալամ դատարանում է, ու մուք շարունակելու ենք կռիվ տալը։ Այնուամենայնիվ փաստը մնում է փաստ մեր սահմանային անցակետերի կնիքներին այլևս կավեճ Արարատ լեռան պատկերը։ Էգյուց հեռացվելու է նաև Հայաստան Հանրապետության զինանշանը, եթե մեր ժողովուրդը մունք սաղս համախմբվինք վեճ ու պայքարինք վեճ այս անարդարության դեմ։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը կից տեսանյութով առանձնապես պեն չի կատարվում, ուղղակի խիստ խաղաղասեր Բաքուն պատրաստում է տոնել մեր դեմ սանձազերծված կռևը ու տրադերդան իրագործված էթնիկ զտումը, կարճ ասած պատրաստվում են նոյեմբերի 9-ին։ Բյուզանդի Եղեյանը հայ ժողովրդի նվիրյալներ անալարվերին կյանքը միահյուսված ալյալ ցավին կրթության ծառայությանը ծնվելավ Ադանա ինքը ականատես ատարալ Կիլիկիայի կոտորածներին ու հայերի ցեղասպանությանը Սվերալա Տարսոնի Զմիորնիայի ու Ժնևի քոլեջներում մասնագիտանալավ միջազգային իրավունքների մեջ։ Ժնևում հանդես եկալ ազգերի լիգայում պաշտպանելով հայ փախստականների իրավունքները Եղեյանը գործարար Սիրիա, Լիբանան, Անգլիա, Ամերիկայում Իլալահասկ ու Ծիածան թերթերի խմբագիր Մելքոնյան հաստատության տնօրեն։ Ինքը պարգևատրվել է մի քանի պետ ու շքանշաններով Ճինանչվերա տարվա մարտ Եղեյանը մնացել է կրթության ու հայ ինքնության նվիրված ազնվորություն։ Աղոթքը վերին մասնակցելու Հռոմի Պապ Լևոն 14-ը Կոստանդնուպոլսի այցին վաղտը տեղի ունենալու հայկական Սուրբ Աստվածածին Հանրապետական եկեղեցում սրա մասին հայտնում են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությունը։ Կոստանդնուպոլսի Գում Գափու թաղամասում գտնվող հայկական եկեղեցին քինալը նախատեսված է Հովվապետի այցի վերջին օրը։ Լևոն 14-ը տաճարումը 9-ականամոտ 30 րոպե իրան ընդունելու է Պոլսո հայոց պատրիարք Սահակարգ եպիսկոպոս Մաշալյանը։ Լևոն 14-ին հայրապետական այցը Կոստանդնուպոլից տեղի ունենալու նոյեմբերի 27-ից 30-ը։ Այցին վաղտը ինքը հանդիպել Կոստանդնուպոլսի աղափար եկեղեցու պատրիարք Բարդողոմեոս Պերվինին հետ վերից հետո իրանք ստորագրել կանոն համատեղ հռչակագիր բրցնելով այցը կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Քինյական Ալիբանան։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին հավատարիմ մնալով իրան սկզբունքներին եշողներին շարունակում է իրանախապ հանգործը թեզամոտություններով։ Ոնց արդեն գիտում ենք, մեր տելևիզիոնին ինքնագովազդ դավ չի զբաղվում։ Հիմնականում հեռարձակում Արևմտյան Հայաստանապատմության ու ներկայ ապագայի մասին տեղեկատվություն, քաղաքական ու այլ ենթատեքստերով մինչև տարբեր խնդիրներ վերհանող լուրեր ատա։ Արևմտյան Հայաստանը տելևիզիոնին գրանցել է իրան ամենակարևոր նվաճումները։ Մինը հրատարակելով Արևմտյան Հայաստան շաբաթաթերթերի նպատակն է պահպանել ու տարածել մեր պատմությունն ու մշակութային ինքնությունը։ Մունք նաև թափանցիկ ու մաչելի ձևով ներկայացնում Արևմտյան Հայաստան Հանրապետության նախագահի կառավարության ազգային ժողովի այլ կառույցների քաղաքական զարգացումները։ Սիրելի հայրենակիցներ, ձեր քյոմագյավը մեր տելևիզիոն հնարավորությունն ավելին ընդլայնվում ու պնդանում, մուք միասին ենք ուժեղ։
Հայ վետերանների ու քյոմագյանողների միավորում, ֆրանսիացի վետերանների ու հայկական ծագումով դիմադրողների միավորում։ Եթե 18-ից 70 տարեկան քոնիկ մի պատար ազատ վաղ կարիք միանաք հիշատակի պահապաններին պատիվ հայրենիք եղբայրություն։ Ձեր խնդիրն է ինյական պաշտոնական արարողություններին վաղ տպիցրցնել արևմտյան Հայաստանը դրոշը։ Հիշատակի պահապանեն իրենց նշանակալի ներկայությունով պաշտոնական արարողություններին ու հիշատակի արարողություններին վաղը վերմասնակցում են այլ կազմակերպություններ եւս պատվում են այն հայ զինվորներին կամավորներին վեր 1916-ից մինչև մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ տերել պաշտպանել ֆիզիկական վտանգի տակի գտնվող քաղաքացիական բնակչությանը։ Խնդրում ենք հապաղիկ վեճ կապիկ նախագահ Ժան Ղազարոսյանի հետ լրացուցիչ տեղեկությունների հետի։ Սիրելի հայրենակիցներ, սրվայ տեսքան ենք պատրաստալ, սպասիբա ուշադրության հետի պնդկացիք։